հավատավոր ժողովուրդ, գոհություն մատուցում եմ Աստծուն, այսօրվա օրհնաբեր հանդիպման համար, որով հնարավորություն ունեցանք իրական հավատքով վատարակի արարողության մասնակից լինելու։ Միաժամանակ օրհնյալ շնորհակալություն եմ հայտնում Արարատյան հայրապետական թեմի արևնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Նավասար Սրբազան արքեպիսկոպոսի, որի քննությամբ եւ հավանությամբ այսօր ևս տարիք ունեցա Աստծո բանկով վատարակ մատուցելու։ Անուն Հոր եւ Որդու եւ Ոգին Սրբո ամեն։ Ով ուզում է իմ ետևից գալ, թող իր անձ մոռանա եւ իր խաչը վերցնի ու իմ ետևից գա։ Քրիստոսասեր եւ իրենցասեր ժողովուրդ, այսօր դոնն է երևան խաչի։ Եվ դրա համար մենք այսօր հավատքի ուղղով, հոգևոր առումով, բարեբաշխական հսկացումներով, նաև երգյուղած արգանքով եկել ենք պատվելու Տեր Հիսուս Քրիստոսի պատվական սուրբ խաչը։ Շարականների մեջ մենք մեծարում ենք Աստծուն և պատվում ենք խաչը և խաչի համար գործածված են հոգեգրավ, ուշագրավ, խորհրդավոր արտահայտություններ։ Խաչի համար շարական ասում է Վահան ամրության, նշան հաղթության, գավազան զորության։ Խաչը Քրիստոսի կողմէ գդակված սրբություն է նվիրական։ Խաչը բարձանք է քրիստոնեական։ Խաչը Քրիստոսի սերը հրճակող, Քրիստոսի սերը պատմող ուշարարն է մշտական։ Խաչը ինքնին հրոշքն է մեր ինքնության։ Եվ դրա համար խաչի խորհուրդը մեր աչքերի առաջ բացում է Աստծո բրդության ծրագիրը և Քրիստոս աշխարհ գալով աստվածային սերը զարմացեց իր անձը նվիրաբերելով մեր մեղքերի քավության համար։ Պողոս առաքյալ ասում է Աստված իր հետ այսինքն Քրիստոսի հետ, ասում է Աստված իր հետ ուզեց հաշտեցնել ամեն բան, երկնքի մեջ և երկրի վրա խաղաղություն հաստատելով խաչի վրա մահվան դանոր։ Քրիստոսի կամավոր և փրկարար մահվանը խաչը ունեցավ խորք, իմաստ և խորհուրդ։ Առանց Քրիստոսի մեզի համար խաչը ոչ մի իմաստ կամ նշանակություն ունի։ Քրիստոսի շնորհիվ է, որ մենք խաչին նայում ենք հավատքի հայացքով։ Քրիստոսի շնորհիվ է, որ մենք խաչի մեջ տեսնում ենք Աստծո աննկարագրելի և անբացատրելի սերը մարդկության նկատմամբ։ Եվ դրա համար մենք որպես քրիստոնյաներ միշտ խաչակնքում ենք նախքան աղոթել։ Եվ խաչակնքելը սիրելիներ ինքնին աղոթք է, լուր և խորհրդավոր աղոթք, որովհետև խաչակնքելով խոստովանում ենք մեր հավատքը և նվերյան երբով հայտարարում ենք, որ մենք պատկանում ենք Քրիստոսին։ Պողոս առաքյալ ասում է Քրիստոս սիրեց եկեղեցին և իր կյանքը տվավ անոր համար։ Քրիստոս խաչապայքի վրա հրաշալի փոխանակում կատարեց։ Արավ մեզանից մեղքի վճիռը, որ ման է, և տվեց մեզի խաղաղության ավելիսը, որ կյանքն է։ Արավ մեզանից մեղքի ծանր բերը և տվավ մեզ հոգևոր օրհնությունը և կյանքի ավելիսը։ Արավ մեզանից մեղքի հստրության լույսը և տվեց մեզ Աստուծո որդեգրության շնորհը։ Եվ դրա համար խաչի ջանքով մենք հնարավորություն ունենք
վերակտնելու մեր խաղաղությունը, ճշմարիտ ազատությունը, նաև մեր արժանապատվությունը։ Եվ դրա համար խաչը մեզի համար սովորական նշան չէ, ոչ էլ զարդեղեն է, խաչ ինքնին մշտաբարբար հուշարան է, հիշեցնում է մեզ դեր Հիսուս Քրիստոսի սերը մեր հանդեպ։ Եվ դրա համար դեր խոսում ենք խաչի մասին, հիշում ենք Առաքյալի խոսքը, երբ ասում է հրեաներ ուզում են հրաշք, գույներ բնդում են իմաստություն, մենք խաչյալ Քրիստոսն է, որ կարոզում ենք։ Եվ դրա համար կարոզիչ եկեղեցականները երբ կարոզում են, սերած խաչն են վերցնում, որպեսզի հիշեցնեն բոլոր հավատավոր ժողովրդին, քարոզը լսողներին, որ մենք քարոզում ենք խաչի քարոզությունը։ Երբ յուրաբեր կանայք եկան գերեզման եւ տեսան թե գերեզմանը դադար է, վրեժտակ ասած, գիտեն որ խաչված Հիսուսը կմնում է, չի ասում Հիսուսը, խաչված Հիսուսը կմնում է։ Պողոս Առաքյալ ասում է, կարող ինձի կապլիցի, որ Քրիստոսի խաչենցակ ուրիշ պարով բարձենան։ Մեզ համար խաչը բարձանքի միջոց է, որովհետև խաչի նայելով մենք հիշում ենք, մտաբերում ենք Քրիստոսի սերը մեր նկատմամբ։ Բայց այդ սերը պետք է լինի սևական կամ մսկացական։ Այդ սերը պետք է լինի մեր կյանքում վավերական։ Եվ Քրիստոսի նկատմամբ մեր սերը կլինի իրողական, եթե մենք պատրաստական ենք մեր կյանքում գրել մեր խաչը և Հիսուս Քրիստոսի հետևին։ Դրա համար Հիսուս իր հետևորդներին և աշակերտներին ասում է, ով ուզում է իմ հետևից գալ, թող իր անձ ուրանա, իր խաչը վերցնի ու իմ հետևից գա։ Իր անձը ուրանա։ Լսեք պայմանը, արքայության հասնելու պայմանը խաչի ճանապարհն է։ Ասում է վերցնի իր խաչը և իր անձը ուրանա։ Անձ ուրացություն։ Ուրեմն խաչը նաև խորհրդանիշ է անձ ուրացության։ Երանելի է, երջանիկ է, ոգով խաղաղ է այն մարդը, որ կյանքը ապրում է անձ ուրացությամբ։ Հարցնենք անգելծությամբ, որքանով մենք պատրաստական ենք ապրելու մեր կյանքը անձ ուրացությամբ։ Անձ ուրացություն նշանակում է Քրիստոսի օրինակի հետևին։ Անձ ուրացություն նշանակում է ներգուրեն ներս մտնել։ Անձ ուրացություն նշանակում է եսը երկրորդական նկատել և մենքը գերատասել։ Այսօր ափսոսանքով ասում եմ մեր կյանքում գա եսը, չկա մենքը։ Ամեն մարդ ապրում է իր համար, իր հանգիստի, իր շահերի, իր վայելքի, իր հաջողի համար մոռանում է, որ քրիստոնյա անհատը բարձրանում է եկեղեցու, Քրիստոսի մարմին։ Մենք բոլորս մասնիկներ ենք Քրիստոսի եկեղեցի և մեր անդամակցությունը եկեղեցու մեջ վավերական կլինի, իրողական կլինի, եթե մենք անդամակցում ենք եկեղեցու, մեր խաչը ունենալով մեր հետ, որովհետև խաչը մեր ինքնություն է և մեծագույն ապացույցն է, որ հետևում ենք Տեր Հիսուս Քրիստոսի։ Ինչպես ամեն դուռ ունի իր բանալին, արքայության դուրի բանալին խաչն է։ Եվ եթե չունենք այդ խաչը, այդ արքայության դուրը հակված մնալի է։ Հիսուս դրան ասում է, ուրացիր քո անձը, խաչը վերցրու, բայց անձը ուրանալ։ Ինչ կնշանակի անձ ուրացությունը։ Մենք մեր կյանքում հաճախ մենք խնդիրները ստեղծում ենք մեր եսի պատճառով։ Անհանդուրժողությունը, անհամբերությունը, կարասրտությունը, նախանձը, այս բոլոր ինչի է դիմակեն։ Եսապաշտություն։ Եթե մարդը անցուրած կերպով ուզում է հետևել Հիսուսի, միշտ պատրաստ է ներելու, գործելու, գործակցելու, համբերելու, նաև ծառայելու առանց ակնկալությունների։ Երբեմն մարդիկ այս աշխարհի մեջ ապրում են հիասթափություններ, որովհետև
շատեր ինչ որ անում են արգելության համար։ Եվ երբ մարդը արգելության համար ապրում է, այդ ժամանակ կյանքը կլինի շահաթիրական եւ մարդը գաբրի իր եսի ներ շրջակիցի մեջ։ Այսօր շատեր չեն ուզում ամուսնանալ։ Պատճառը ոչ տնտեսական դակտատն է, ոչ էլ հնարավորություն ունենալն է, պատճառը որովհետև սիրելու քաջություն չունեն, որովհետև սիրում են իրենց եսը։ Շատեր իրենց եսի սիրահար են։ Եսի սիրահարը հնարավորություն չունի ուրիշի սիրել, որովհետև իր եսի հետ տարօրինակ կապվածություն ունի եւ դրա համար պատրաստական չէ դառնում կազմելու։ Տարին երիտասարդ տղա կամ երիտասարդ աղջիկ, որովհետև պատրաստ չեն անձնացիան ապրելու։ Եսեն հրաժարվելու դպրոցը ընտանիքն է։ Ընտանիքի մեջ եթե կա խաչ, եթե կա անձնացություն, այդ ընտանիքի մեջ նաև կա սեր, սրբություն, միություն, իսկ եթե այդ ընտանիքների մեջ չկա անձնացիան, բոլոր ապրում են իրենց եսի համար, այդտեղ կա իմ բաժինը, չկա քո բաժինը, այդտեղ գոյություն չունի մեկը։ Նույնիսկ տարօրինակ եղող ամուսնական կյանքի մեջ հաճախ պատահել է, որ ամուսին եւ կին ունեն իրենց անձնական հաշիվները։ Մեկը մյուսին տեղյակ չէ, ով ինչ անում է, չեն կիսում, չեն բաժնեցում։ Սիրում են ապրել մի տան մեջ, բայց անում են իրանցի համար։ Գարձեք այդ տան մեջ ապրում են որպես վարձորներ, ոչ տան անդամներ։ Եվ որտեղ որ կա ես, այդտեղ կա սատանա։ Եվ որտեղ կա սատանա, այդտեղ կա կայտակություն։ Եվ որտեղ որ կա կայտակություն, այդտեղ կա նաև բարոյական անկումներ և շեղումներ։ Ուրեմն դրա համար մեր Հիսուս Քրիստոս ասում է, ով ուզում է, ինչ կնշանակի ով ուզում է։ Հրավեր տալիս է, մարդը ունի ընտրություն կատարելու հնարավորություն։ Եվ դրա համար մեր Հիսուս Քրիստոս ասում է, ով ուզում է իմ ետևից գա, թող եւ անց կորանա եւ խաչը վերցնի ու իմ ետևից գա։ Անցիմը հարց տվել են, ասելով թե ինչ նշանակում է անցկորած, այսինքն մենքի անհավատով, ցույց տվել է երկու պատկերներ։ Առաջին պատկերի մեջ խոշոր Արիսայի դարձակը, բոլորը սոված են, ունեն խոշոր կտակներ, եւ որովհետեւ բոլոր ապրում են իրենց եսի համար, ամեն մի ուղով փորձում է իր բաժինը ապահովել։ Եվ որովհետեւ կտակները խոշոր են, մեկ մյուսի աչքն է անում։ Բոլորը ֆիզիկապես վնասվում են եւ մնում են սոված։ Իսկ ասում է այդ անձը լավ մենքի համար ապահով ինչ կնշանակի է, ցույց տվել է նույն պատկերը։ Սոված մարդիկ խոշոր Արիսայի դարձայի շուրջ նստած ունեն խոշոր կտակ, բայց մեկ մյուսին երակում են։ Բոլորը ուտում են, դժտանում են եւ ոչ ոք ֆիզիկապես վնասում են։ Ուրեմն, երբ որ անձը ապրում է իր անձի համար, այդ անձը վտանգավոր է, գործանք է, ընտանիքի համար, հասարակության համար, նույնիսկ եկեղեցու համար։ Ուրեմն մեր դեր մեզ հրավեր տալիս է, ասելով մեր անձը ուրանալ։ Անձը ուրանալ, ինչպես կարող ենք մեր անձը ուրանալ, եթե ծառայենք, եթե պատրաստ լինենք մեղքերից հրաժարվել, այդ ժամանակ մեր սերը կլինի անխարդախ, հոգեհարազատ, մեր սերը կլինի աստվածահաճո։ Եվ դրա համար այսօրվա աշխարհի մեջ սատանան միշտ ուզում է սերմանել մեղքի որոմը։ Եվ այդ մեղքի որոմներից մեկը եսն է, որպեսզի մարդը սահմանափակվի եսի ներշրջակիցի մեջ, մոռանալով կերակույն շահերը, ընդհանրական շահերը, ընդհանուրի օգուտը։ Ուրեմն սիրելիներ, եկեք մենք այսօր մեր ուխտը վերանորոգենք եւ խնդրենք, որ Տեր Հիսուս իր սիրո օգնեն գաթի մսեր դա մեր սրտի մեջ, որպեսզի մեր սրտերը, քարերեն սրտերը վերածվին մարմներեն սրտերի, որպեսզի կարողանան հետևել Քրիստոսի անսուրացության,
որովհետև անցնորացումը միշտ պատրաստ է լսելու Աստծո խոսքը, սովորելու, փորձանելու, մի խոսքով լինելու սիրո առաքյալ մեղքով ապականած այս աշխարհի մեջ, այդ ժամանակ մենք երբ պատրաստ ենք մեր խաչը կրելու անպետությամբ, խոնարհությամբ, հնազանդությամբ, անցնորացությամբ, այդ ժամանակ նաև կկարողանանք խաչի խորհրդի մեկնաբանը լինել մեր կյանքում։ Այսօր դոնն է Երևան խաչի պատմական դեպքիմը հիշատակություն է, որ կատարված է 4-րդ դարում 351 թվականին, երբ Գողգոթայից մինչև Ցիդենիաց լեռ խաչը հրաշալի երևումով ջարակայթեց, ավելի լուսավոր քան արեգակը, և հավատացյալ ժողովուրդը հոգևորականած դասում էր այս հրաշալի տեսարանի ականատես վկաները լինելով, հարկ և գողություն մատուցեցին Աստուծո, որովհետև Տերը ցույց տվեց իր նշանը, խաչի նշանը, հաղթանակի նշանը, հաղթության նշանը, սիրո նշանը, մխիթարության նշանը։ Ուրեմն հասկանք մեր անձին, մենք ապրում ենք խաչի խորհուրդը մեր կյանքում։ Մենք ուզում ենք միայն հարության ուրախությունը և մերժում ենք խաչի դդարաբանքը։ Մենք ուզում ենք հարության իրագին միայն, թե ուզում ենք նաև ավարտ ու պատը։ Մենք որքանով պատրաստական ենք մեր խաչը դրելու, որովհետև մենք Քրիստոսի զինվորներն ենք և մեր զենքը խաչն է, որովհետև խաչը շարականի բարևով ոչվում է վահան հաղթության։ Ուրեմն եկեք խոնարհ հոգով, անգել սրտով, հոգևոր ջերմերանդությամբ ասենք, ով Տեր Հիսուս Փրկիչ, դու մեր կյանքի աղբյուրը և ճշմարիտ Փրկիչը, դու ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը, օգնիր մեզ, որ ապրենք նենքի համար, ուրանալով մեր եսը, որպեսզի լինենք քո հետևորդները և մեր կյանքում կարողանանք լինել լույսի ու ցերեկի որդիներ, որպեսզի եկեղեցին պայծառանա, հայրենիքը բարգավաճի և մենք որպես հայ ազգ մեր կյանքով միաբանությամբ, միասնականությամբ կարողանանք փառավորել քո սուրբ անունը, ով որդի Աստուծո, որը և սուրբ հոգուն է քեզ վայելում են փառք, իշխանություն ու պատիվը Հավիտյան է, Հավիտյան, ամեն։